Բարև ձեզ, մենք գտնվում ենք Լեհաստանի պատմական քաղաքներից մեկում, Լյուբլինում, որը իր յուրահատուկ ճարտարապետությամբ, մշակութային ժառանգությամբ և հետաքրքիր լեգենդներով գրավում է ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ պատմության սիրահարներին։ Սակայն քչերը գիտեն, թե որտեղից է առաջացել այս քաղաքի անունը։ Լյուբլինի անվան ծագման մասին պատմաբաններ ունեն մի քանի վարկած, որոնք ուսումնասիրել ենք ստորև։ Վարկած առաջին անվանումը կապված է հին սլավոնական ցեղի հետ։ Պատմաբանների մի խումբ ենթադրում է, որ Լյուբլինի անվանումը գալիս է Լյուբլա անունով հին սլավոնական ցեղից, որը բնակվել է այս տարածքում միջնադարում։ Այդ ցեղը համարվում էր հզոր ու ազդեցիկ, ուստի քաղաքը անվանակոչվել է հենց նրանց։ Այս տեսությունը հիմնվում է այն փաստի վրա, որ Լեհաստանում շատ քաղաքներ իրենց անունները ստացել են տեղաբնակ ցեղերի անուններից։ Եվ կա երկրորդ վարկածը, անվանումը կապված է Լյուբլո կամ Լյուբոմիր անվան հետ։ Մեկ այլ հավանական վարկած ասում է, որ քաղաքը կարող է անվանակոչված լինել Լյուբլո կամ Լյուբոմիր անունով անձնավորության պատվին։ Այն տարածքներում, որտեղ այժմ գտնվում է Լյուբլինը, հնագույն ժամանակներում ապրել են սլավոնական առաջնորդներ, որոնց անունները հաճախ դառնում էին բնակավայրերի անուններ։ Օրինակ, Լեհաստանի ու Ուկրաինայի տարբեր քաղաքների անվանումները հաճախ ծագում են իշխանների կամ ցեղապետերի անուններից, ինչը բնորոշ էր միջնադարյան Եվրոպային։ Եվ երրորդ վարկածը Լյուբլին նշանակում է սիրելի քաղաք։ Լեհերենում լուբ արմատը կապված է սիրո, համակրանքի, բարության ու հարմարավետության հետ։ Հետևաբար որոշ լեզվաբաններ կարծում են, որ Լյուբլին նշանակում է սիրելի քաղաք կամ բարեկամական քաղաք։ Այս տեսությունը ռոմանտիկ է, բայց պատմականորեն ավելի քիչ հավանական, քան նախորդ երկու վարկածները։ Եվ չորրորդ վարկածը կախարդական լեգենդն է։ Լյուբլինի անվան ծագման շուրջ կա նաև ժողովրդական լեգենդ, ըստ որի քաղաքը հիմնադրվել է մի կախարդական արարած, նա է հիմնադրել, ով օրհնել է այդ տարածքը, անվանելով այն Լյուբլին, որպեսզի մարդիկ այնտեղ խաղաղությամբ ու սիրով ապրեն։ Չնայած սա հեքիաթի նման է, բայց հին քաղաքների անվանումների շուրջ հաճախ ձևավորվում են նման ժողովրդական ավանդույթներ։ Բայց ամենահավանական տարբերակները դուք էլ կարող եք գրել մեկնաբանություններում, ինչ եք կարծում, որն է ավելի հավանական տարբերակը։ Ասում են, որ ամենահավանական տարբերակները քաղաքի անվանումը կապված է անձնականի հետ՝ Լյուբլո, Լյուբոմիր։ Լյուբլինը կարող է անվանվել Լյուբա ցեղի պատվին։ Լեհերենում լուբ արմատը նշանակում է սեր, համակրանք, ինչը կարող է կապ ունենալ քաղաքի անվանի հետ։ Ինչպես տեսնում ենք, Լյուբլինի անվան շուրջ գոյություն ունեն մի քանի հետաքրքիր տեսություններ, և մինչ օրս որևէ մեկը չի հաստատվել 100%-ով։ Ամեն դեպքում Լյուբլինը Լեհաստանի հին ու կարևորագույն քաղաքներից մեկն է, որը պատմության մեջ թողել է իր ուրույն հետքերը։ Ահա այսպիսի գեղեցիկ տեսարան եք հիմա դուք տեսնում, որը մենք նկարում ենք Բերդ ամրոցի գագաթից, այսպես ասած։ Այստեղից համարյա երևում է ամբողջ քաղաքը։ Մի փոքր պատմեմ այս քաղաքի մասին, որպեսզի ավելի հետաքրքիր լինի։ Լեհաստանի արևելքում, Վիսլա գետի մոտակայքում հենց այս քաղաքն է, որը դարերի ընթացքում դարձել է ոչ միայն պատմական իրադարձությունների ականատես, այլև դրանց կենդանի խորհրդանիշը։ Սա Լյուբլինն է միջնադարյան փողոցներով, ամրոցներով, եկեղեցիներով ու անհայտ գաղտնիքներով լի քաղաքն է սա։ Լյուբլինի անվան ծագման մասին տեսությունները ինչպիսին էին, ես արդեն ձեզ ասացի, դուք էլ կարող եք մեկնաբանություններ բաժնում գրել ձեր տեսությունը։ Ինչ եք կարծում, ինչից առաջացած կլինի այս անունը, այս գեղեցիկ քաղաքի, բայց Լյուբլինի քաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկը դա Լյուբլինի ամրոցն է։
որը կառուցվել է դեռևս 14-րդ դարում։ Մենք հիմա ինձ այդ ամրոցում ենք, դուք տեսնում եք դա։ Կառուցվել է այն Կազիմիր Մեծի կողմից, սկզբում այն ծառայում էր որպես արքայական նստավայր, սակայն հետագա դարերում դրա պատերը շատ այլ բաներ են տեսել։ Հիմա մենք ամրոցում ենք, բայց Բերդի հատվածում, այլ Բանդի հատվածում ենք։ 19-րդ դարում ամրոցը վերածվեց Բանդի, հենց այստեղ ենք մենք հիմա, որտեղ հարյուրավոր մարդիկ անցկացրին իրենց կյանքի վերջին օրերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լյուբլինի ամրոցը դարձավ գերմանական գեստապոյի բանտը, այստեղից շատերը դուրս չեկան կենթանի։ Հիմա մենք կմոտենանք մի անգլուխ մանեկենի, այսպես ասած, այս ամրոցի ներսում կա մի փոքրիկ նեղ սենյակ, հիմա դուք դա կտեսնեք, եւ շատ դժվար անցյալների տեղեր են այստեղ, պիտակ մանեկեն գլխի վրա կախված առաստաղից, հիմա դուք այն կտեսնեք, գլուխը չկա, այնտեղ տակը ավազել մի քիչ սենյակը մութ էր, չկարողացանք լուսավորությամբ նկարել, որովհետեւ սա նկարը հանում ենք սիրողական մակարդակով։ Այս ավազը, ինչպես հասկացանք, երևի այրումը կլանելու համար է դա է խորհրդանշում։ Բայց նույնիսկ եթե սա արվեստի ինստալացիա է, ապա ինչու է այն գտնվում հենց այստեղում, ինչու ունի այսքան խորհրդավորություն։ Այնտեղ պատի վրա դուք տեսնում եք գրություն, ես հիմա կթարգմանեմ ձեզ ինչ էր գրած։ Մենք ապրում ենք այնպես, կարծես մահը մեզ երբեք չի մոտեցել, եւ մենք մեռնում ենք այնպես, կարծես երբեք չենք ապրել։ Ահա սա էր գրությունը, ինչպես տեսնում եք շատ խորիմաստ է։ Թարգմանությունը հենց այդպես էլ նշանակում է, մենք ապրում ենք այնպես, կարծես մեզ մահը չի մոտեցել, եւ մենք մեռնում ենք այնպես, կարծես երբեք չենք ապրել։ Ասեք, որ շատ խորիմաստ է գրած։ Սա զոհերի հիշատակին նվիրված տարածք է, տեսնում եք էկրանին։ Այն գրությունը նախազգուշացում է, թե հուշատախտակ, թե անհայտ մի պատմության արձագանք 100% չեմ կարող ասել ձեզ։ Եվ այս քաղաքը ոչ միայն պատմության, այլ մշակույթի կենտրոն է։ Այստեղ գտնվում են նաև Կրակովի դարպասները, որը դուք քիչ հետո կտեսնեք։ Ահա այստեղ բոլոր զոհվածների անուն-ազգանուններն են։ Ես ուղղակի ժամանակս չէր բավարարում, որպեսզի ուշադրության բոլորի անուն-ազգանունները կրկնեմ, տեսնելու համար այլ ազգեր կան, օրինակ կան, թե ոչ, ես կարծում եմ, որ հնարավոր է լինում։ Այստեղ Լյուբլին քաղաքում է գտնվում նաև գերմանացիների ստեղծած տանջանքի վայրը, որտեղ մարդկանց ուղղակի սպանել են, այրել նրանց դիակները կամ կենթանի են այրել նրանց։ Մենք այդ տարածք չգնացինք, քանի որ դրա համար բավականին ժամանակ է պետք։ Բայց եթե ձեզ հետաքրքիր լինի Լյուբլինի այդ տարածքի մասին պատմությունը, մենք մի օր ժամանակ պատկասնենք, գնանք նկարահանենք եւ ցույց տանք ձեզ այդ տարածքը։ Հիմա դուք տեսնում եք քաղաքի փողոցները, հին շենքերը, ամեն մի շենք ունի իր պատմությունը, հատ ամեն ինչի մասին մի քիչ դժվար է պատմել, որովհետև մենք էլ բոլորի մասին չգիտենք այդ պատմությունը, բայց դրանք շատ են։ Եթե երբևէ այցելեք Լյուբլին քաղաք, կտեսնեք այնտեղ շատ հետաքրքիր տարածքներ, ինչպես նաև հայկական հետքեր, այստեղ կա նաև հայկական ռեստորաններ։ Այս քաղաքը հիշում է իր պատմությունը, ամեն քար, ամեն փողոց իր մեջ կրում է տարերի խորքից եկող հիշողություններ։ Հենց այստեղից սկսում է Կրակովի դարպասները, ինչ է այն, հիմա ես կասեմ դրա մասին, որպեսզի հետաքրքիր լինի ձեզ։
դա շատ հին պատմություն ունի, այս ամեն ինչ տեսնում եք Կրակովի դարպասում։ Լեհերեն այն կոչվում է Ռամա Կրակովսկա, նա Լյուբլինի խորհրդանիշն է։ Քաղաքի ամենանշանակալի պատմական հուշարձաններից է։ Դրանք ոչ միայն միջնադարյան ճարտարապետության օրինակ են, այլև Լյուբլինի խորհրդանիշներից մեկը, որը մեծ պատմական և մշակութային նշանակություն ունի։ Կրակովի դարպասները կառուցվել են շատ վաղուց։ Լեհաստանի թագավոր Կազիմիր Արծեմ III Մեծի օրոք։ Դրանք եղել են քաղաքի հիմնական մուտքն ու պաշտպանական համակարգի կարևոր մասն է։ Միջնադարում Լյուբլինն ուներ հզոր պարիսպներ և Կրակովի դարպասները ծառայում են որպես քաղաքի գլխավոր մուտքը, որը կապում էր Լյուբլին քաղաքը Կրակովի հետ։ Այս դարպասներով էին քաղաք մտնում ճանապարհորդները, առևտրականները և պաշտոնյաները։ Ինչու Կրակովի, քանի որ Լյուբլինից դեպի Կրակով գնացող գլխավոր ճանապարհը սկսվում էր հենց այդ դարպասներից։ Դրանք անվանվեցին Կրակովի դարպասներ։ Կրակովի դարպասները գոթական ոճի կառույց են, որը ժամանակի ընթացքում ենթարկվել է վերակառուցումների։ Դարպասները բաղկացած են կարմիր աղյուսից, ինչը բնորոշ է Լեհաստանի միջնադարյան պաշտպանական կառույցներին, և հին դարերում վերակառուցվել են բարոկո ոճով և ավելացվել է ժամացույց, վերին հատվածում այսօր տեղադրված է Լյուբլինի զինանշանը։ Այն որպես պաշտպանական դեր է ունեցել, այստեղ դուք տեսնում եք նաև այլ տարածքներ և շենքեր, որը մենք նկարում ենք բացի դարպասներով։ Միջնադարում դարպասները և քաղաքի պարիսպները պաշտպանում են Լյուբլինը թշնամիների հարձակումներից, հին դարերում Լյուբլինը բախվել է տարբեր հարձակումների, այս դարպասները դիմակայել են բազմաթիվ պատերազմների, բայց ժամանակի ընթացքում կորցրել են իրենց ռազմական նշանակությունը։ Այսօր Կրակովի դարպասները հանդիսանում են Լյուբլինի պատմության թանգարանի մաս, այստեղ կարելի է տեսնել քաղաքի անցյալի մասին պատմող ցուցադրություններ, ինչպես նաև հիանալ վերևից բացվող տեսարան։ Ըստ ավանդության Կրակովի դարպասները լսել են քաղաքի հազարավոր պատմություններ և գաղտնիքներ, որոնց միջոցով անցել են միջնադարյան առևտրականները, իշխանները, անգամ ապստամբները։ Այսպիսի պատմություն ունի Կրակովի դարպասները։ Այո, Կրակովի դարպասները համարվում են Լյուբլինի պատմության կենդանի վկան և յուրաքանչյուր զբոսաշրջիկ, ով այցելում այս քաղաք, պարզապես պարտադիր է տեսնել այդ վայրը։ Արմենիա ռեստորան, մեր հայկական ռեստորանն է, այստեղ կա նաև վրացական, և այստեղ կար մի շատ գեղեցիկ հին եկեղեցի, այն կառուցվել է 1342 թվականին։ Մենք հիմա այսպես ոսնելով մոտիկանալու ենք այդ եկեղեցուն և տեսնեք շատ գեղեցիկ է, շատ հին։ Ահա եկեղեցին, իսկ ներսից պարզապես հրաշք է։ Այն երկար պատմություն ունի, կրոնական նշանակություն քաղաքում։ Այս եկեղեցին համարվում է քաղաքի ամենահիներից մեկը և կարևորագույն մշակութային ու կրոնական հուշարձաններից մեկն է։ Ինչպես տեսնում եք, եկեղեցու պատերի վրա կան գրություններ, այդտեղ կարելի է տեսնել հին նկարներ ու գրություններ շատ։ Առաջին հայացքից այս եկեղեցին հիշեցնում է միջնադարյան խաչվառային եկեղեցիների ոճը, իսկ ներքին հատվածը պարունակում է խորը հոգևոր և արվեստի արժեքներ։ Եկեղեցու պատերին, ինչպես տեսնում եք, շատ հին նկարներ կան և գրություններ։ Այս նկարները, որոնք պատկանում են տարբեր դարաշրջաններին, պատմում են եկեղեցու պատմության մասին, սկսած նրա հիմնադրման ժամանակներից մինչև ավելի ուշ շրջանի վերակառուցումներ։ Այդ նկարներում ներկայացված են սրբեր, որոնք սրբազան են համարվում քրիստոնեական հավատքի մեջ, իսկ դրանց միջոցով եկեղեցին պատմում է կրոնական միտքն ու բարոյական արժեքները։ Բացի այդ, եկեղեցու խաչի վրա ևս կարևոր դեկորատիվ տարրեր կան, զարդարված հատուկ պատկերներով, որոնք ունեն խորիմաստ խորհրդանշական նշանակություն։ Այսօր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին շարունակում է մնալ Լյուբլինի կրոնական և մշակութային կենտրոններից մեկը։ Այն այցելուների համար մեծ պատմական և հոգևոր արժեք ունի, ինչը նույնպես նպաստում է այն զբոսաշրջիկների կողմից մեծ ուշադրություն ստանալու։
Եկեղեցում պարբերաբար անցկացվում են պատարագներ, կրոնական արարողություններ, իսկ որոշ ժամանակահատվածներում կազմակերպվում են համերգներ եւ մշակութային միջոցառումներ։ Այս եկեղեցին նաեւ կարևոր վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ Լյուբլինի եւ պոլոնական քրիստոնեության պատմությանը, որպես մուտք դեպի անցյալ, որը լի է հոգեվոր արժեքներով եւ մշակութային ժառանգությամբ։ Հիմա դուք կադրում տեսնում եք մի հատված, կարծես Գյումրիում լինես, այսի մի տեսարան է բացվում, իդեպ ես գյումրեցի չեմ, բայց գյումրեցիներին շատ հարվում և սիրում եմ, իհարկե ոչ միայն գյումրեցիներին բոլորին, մենք բոլորս հայ ենք և պարտավոր ենք ուղղակի հարգել և սիրել իրենց։ Այսպիսի հին շենքեր, շինություններին շատ են տանտեր այստեղ, հիմա այստեղ ինչ-որ ռեստորանի պես տարածք է, իսկ սա ինչ-որ էլի տանտ է, իսկ
իսկ այս տարածք ինչ-որ պատմական նշանակություն ունի, այստեղ ժամանակին կարծես թե եկեղեցի եղել կամ ինչ-որ բան, դա միայն ինքն մնացել։ Ի նկատի ունեմ այստեղ գետնի վրա, դուք տեսնում եք։ Այստեղ եւս շատ այցելուներ են գալիս։ Սա մի հատված է, որտեղից երևաց այն բանտը, որ եկեղանք, ամրոցը, եւ էլի քաղաքին մի որոշ հատված վերևից գեղեցիկ տեսարան է շատ։ Երկու օր մնացինք Լյուբլինում, հիմա մենք գնացքի կայարանում ենք, վերադառնում ենք Արտենքում, շատ հետարքի, շատ գեղեցիկ քաղաք էր։ Եթե ստացվի, լինի ժամանակ, կայցելենք նաև այլ քաղաքներ, եւ եթե ձեզ հետարքի լինի, կնկարենք եւ կտեսնենք այն։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, շնորհակալություն, որ դուք այդքան լավն եք, միշտ եղեք լավ եւ ժպտելից։ Աստված բոլորիդ պահապան, հաջողություն ձեզ։